Այսօր մենք զրուցենք փաստաբան, իրավապաշտպան, նույնիսկ սկզբից ներկայացնելուց հետ էի մտածում, թե ոնց ներկայացնեմ պարոն Պապիկյանին, Արայիկ Պապիկյանը, ողջույն պարոն Պապիկյան։ Բարև ձեզ, ողջույն, բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, մենք բավականին թեմաներ ունենք խոսելու եւ ձեր գործունեության սպეციფიկ իրավաբանական ասպեկտը հաշվի առնելով հիմնականում կկենտրոնանանք Սասնա ծռերի հետ կապված դատավարություններին, հարակից դատավարություններին, այս վարչախմբի բռնարարքներին եւ բռնաճնշումներին, բայց մինչեւ այդ որպես ակտուալ թեմա ես մի հատ հարց ունեմ այս Գյումրու ընտրությունների հետ կապված, ինչքանով որ տեղյակ եք կամ ձեր ընդհանուր կարծիքը այս զարգացումների այս տեմպի եւ այս ոնց որ ազգովի մտածում են թե ինչ որ մեկին ձայներ կտա թե չի տա։ Ես այն տարբերակը ընդունենք, որ եթե այդ երրորդ տեղը գրավածը հուսով եմ վստահ եմ քաջատեղյակ եք ընթացիկ բան, փաստորեն առաջի տեղը ԿՊՆ-ն ա բռնել, երկրորդ տեղը կոմունիստ հավատացյալը, հիմի երրորդ տեղի ձայները ում կգնան դրան ընդունենք պարոն Պապիկյան իրավաբանական հարց, եթե երրորդ տեղը ձայները չի տալիս, իրավաբանորեն օրենքը ոնց է կարգավորում այս հարցը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հնարավորության համար, հրավերի համար, շնորհակալություն հայտնել նաև բոլոր այն անձանց, ովքեր ունկնդրում են մեր հաղորդումը եւ անդրադառնալով ձեր հարցին, եթե գլոբալ առումով նայենք, ապա Հայաստանի Հանրապետությունում երբեք ազատ կամ ավելի շուտ արդար ընտրություններ չեն եղել։ Ընտրությունները գուցե թվում է որ ազատ են, բայց երբեք դրանց մեջ արդարություն չի եղել։ Միշտ իշխանությունը օգտագործել է իր վարչական ռեսուրսը, իսկ շատ հաճախ նաև քրեական ռեսուրսը։ Օրինակ Գյումրին դրանից ձեռնպահ չմնաց, ցավոք սրտի, եւ վարչական ռեսուրսը միջամտեց եւ քրեական կրիմինալ ռեսուրսը միջամտեց։ Մեծ հաշվով այնտեղ մեր հայ հասարակությունը գյումրեցին իրականում պարտվել է, որովհետեւ քվեներ ստացել է ԿՊ-ն, ինչպես դուք նկատեցիք, կոմունիստ հավատացյալը, Վանեցյանի կուսակարանք ավելացնենք, նաև այդ քրեական շրջանակների հետ կապ ունեցող կոմունիստ։ Այո, Վանեցյանի կուսակիցը ռուսական պրոյեկտներից մեկը անցավ ավականի, մի խոսքով ազատ ինքնիշխան ժողովրդավար ազգային ուժեր Գյումրիի ավականում չկան պարզապես։ Եթե այս կազմը գնա, ապա որևէ մեկը չի կարող ասել, որ հաղթանակ է տարել, որովհետև գյումրեցին չի հաղթել։ Հավատում եմ, որ կգա դրա օրը։ Ամենայն հավանականությամբ այս պահին ընթանում է կուլիսներում ընթանում է առևտուր։ Բացի այն, որ կա միջանձնային խնդիր, երկրորդ եւ երրորդ առավել շատ քվեներ ստացած ուժերի միջև, նրանց միջև կա եւ անձնական խնդիր, կա նախկինում վենդետայի խնդիր, արյունալի բախումներ են ունեցել ընտանիքներով, հիմա էլ հավանաբար ինչ որ առևտուր է գնում, բնականաբար այդ առևտրին ուղղակիորեն մասնակցում է նաև հենց ինքը օրվա իշխանությունը, որովհետև եւ մեկի եւ մյուսի վրա ունեն բազմաթիվ հարուցած քրեական հետապնդումներ։ Եվ եթե նկատի ունենանք, որ այդ ուժի հետևում կանգնած է ԱԱԾ տնօրեն, թեև նախկին, բայց մենք գիտենք, որ նախկին ԱԱԾ-ական չի լինում, այո, ապա զարմանալի ոչինչ չկա։ Ես ընդհանրապես կցանկանամ մաղթել գյումրեցիներին Գյումրիի հոգսով մտահոգված քաղաքապետ եւ ավականի ունենալ, որոնց այս բան ես չեմ տեսնում։ Պարզապես չկան։ Եվ շատ զավեշտալի է, որ իշխանությունը օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, բոլոր լծակները, բռնաճնշումները եւ այլն, կարողացավ նկարելու միջոցով ստանալ ընդհանրապես 36%։ Սա ցույց է տալիս, որ իրականում այդ թիվը եթե առնվազն եռապատիկ անգամ ավելացված չէ, ապա նույն պատկերն է ինչ որ Երևանում, ինչ որ ամբողջ հանրապետությունում։ Այսօրվա ռեժիմը ունի լավագույն դեպքում 10%-ի աջակցություն, լավագույն դեպքում։
շատ լավ։ Ես ընդ որում արագ անցնելով թեմաներին, ես մեր ունկնդիրներից, ովքեր ազգային ժողովրդարական բևեռի հաղորդումները կամ ընդհանրապես կապը Սասնա ծռերին հետևել, այն մշտապես ձեր ներկայությունը, ձեր աջակցությունը, ձեր անմնացորդ նվիրումը, այսինքն մենակ Արայիկ Պապիկյան ասելով արդեն շատ բան է ասում, այն մարդիկ, ովքեր որ նոր են լսում, նոր են բանանում, այս մասով կարող են ուղղակի մի հատ Google անել եւ հասկանալ թե ինչքան բազմաթիվ տարիների եւ մենակ դուք գիտեք թե ինչով է կանցել այդ ռեժիմների Սերժիկյան այս սրանցը նույնիսկ ռեժիմները չի փոխել նույն ռեժիմն է եւ մի բան էլ ասեմ պարոն Պապիկյան այսի բավականին հետաքրքիր անակնկալ էր նաեւ ուզում եմ կիսվել աուդիտորիայի հետ լսարանի հետ ասեմ որ օրերս փորձեցի նայել մենք ստեղ փորձեցինք նայել մեր դիտող տարածվածությունը մի հատ շատ հետաքրքիր բան էլի ես որը մտածելու տեղի կա տալիս որ մեր ազգային ժողովրդարական բևեռի այս YouTube-յան ալիքի դիտողների առաջնահերթ քաղաքներում մոտավորապես ենթադրեք որտեղ կարող է լինել որտեղ են դիտում բավականին լուրջ քանակի դիտումներ Բաքվում, պարոն Պապիկյան։ Չէի պատկերացնում։ Առաջնահերթ քաղաքներից մեկը Բաքուն էր, այնպես որ այսպես ողջույններ նաև այդ լսողներին ուշադիր լսեք, որովհետև Հայաստանի լրջագույն ուժի YouTube-յան ալիքներից մեկն է, իհարկե հիմնականը կա, եւ մեր այդ խոսքը նաև ուղղված է այդ աուդիտորիային, այսինքն մեզ չափազանց ուշադիր լսում են Եվ թող հետևություններ անեն, որովհետև Հայաստանում, Հայաստանի իշխանությունը այս կիսախելագար անորմալը չի, Հայաստանում կան ուժեր, կան լրջագույն ուժեր եւ այս բոլոր ազդակները թող հասնեն նաեւ նրանց։ Ինչ վերաբերում է Գյումրին, երկու բառով էլ որպես գյումրեցի ես իմ այսպես դիտարկումը ասեմ, շնորհակալություն այդ չափազանց ոնց ասի գլոբալ կարծիքի համար ես մի հատ որպես եւ գյումրեցի եւ տնտեսագետ բան ասեմ, պարոն Պապիկյան, եթե լրացում կունենաք ասեք, էլի։ Ուրեմն համաձայն Հայաստանի Հանրապետության, ընդ որում ես գաղափարապես կատեգորիկ հակադիր դիրքերում լինելով էլի տնտեսագետ Բակրատյանի հետ չեմ ասում վարչապետ, որովհետեւ իմ համար Հայաստանի Հանրապետության վերջի վարչապետը Սիմոն Վրացյանն է, հաջորդը կլինի Վարուժան Ավետիսյանը։ Ուրեմն տնտեսագետ Հրանտ Բակրատյանը հետաքրքիր մի հատ դիտարկում արեց օրերս, ուրեմն վերլուծել էր Գյումրիի բյուջեն 24-25 թվականի եւ այսպիսի բան, ուրեմն դա իրավաբանական բաներ էլ ունի, էլի։ Ուրեմն համաձայն Հայաստան Հանրապետության շահութարկի, եկամտարկի, բյուջետային համակարգի մասին օրենքների տեղական մասհանումների ծավալը, որը ըստ օրենքի պետքա գնար տեղական համայնքին, տվյալ դեպքում Գյումրիի բյուջեի 24 թվականին Գյումրիի բյուջեն պետքա ըստ այդ հատկացումների կազմեր 85 միլիարդ դրամ 2024 թվականին Գյումրիի բյուջեն հիմի կազմում է 5.7 միլիարդ դրամ Այսինքն Սա ոնց են արել, բյուջեի մասին օրենքում գրել են, որ այդ հատկացումները այս տարի չի արվելու եւ բյուջե փաստորեն Գյումրիին հատկացվել է տեղում Գյումրիից հավաքված, այն էլ առանց ավելացված արժեքի հարկի, ընդամենը 3-4%-ը, այսինքն Երևանում նստած է հանցավոր վաճառքում, որը այս կապիկությունը, թատրոնը, սա նաեւ ասում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր որ կոնկրետ ինձ ասում են Դե թող ձեր ուժն էլ մասնակցեր բևեռը կոնկրետ բան։ Այսինքն փաստորեն Գյումրին հավաքում է 85 միլիարդ առանց ավելացված արժեքի հարկի, այնց որ հաշվեմ երևի 100 միլիարդ տանցնի։ Բայց Գյումրիին տալիս են ընդամենը այդ 5.7-ից էլ է հետաքրքիր։ 5.7-ի 2.2-ը տեղական գույքահարկն է։ Հանրապետական բյուջեից գալիս է ընդամենը 3.4 միլիարդ։ Պատկերացնում եք, գնում է կառավարություն 85 միլիարդ, Գյումրիին տալիս են 3 միլիարդ ու իշքան, այսինքն 3-4%, ուրեմն այն բոլոր մարդիկ, ովքեր որ հույս ունեն, չգիտեմ, երկնքից իջած սարիգներից, մյուսից, կոմունիստից, հավատացյալից, այս մյուսից, որի ձայները այս կողմը կամ այն կողմ կգնա, այս բոլորը
ուղղակի թատրոն է, այսինքն երբ որ 85 միլիարդի փոխարեն քեզ շփրտում են ընդամենը 3 միլիարդ, ու մի հատ հետաքրքիր դիտարկումներ էր անում տնտեսագետ Բագրատյանը, ասում է մենակ այս վարչապետ կոչեցյալ այդ կենտանու տնօրինությանն է հատկացված 25 միլիարդ, պատկերացնում եք ինչ է ստացվում, այսինքն Գյումրին տալիս է 3 միլիարդ, մենակ իր ստորագրության, իր բարի բուն իմաստով, ներող այդ բարի համար, կայֆերի համար հատկացվում է այդ բանդայի, որ իբր կառավարությունում ինչ-որ բան կա, շայկա կա, հատկացվում է 25 միլիարդ դրամ, այսինքն մենակ այս թվերը, որ եթե իրար համադրենք, ձեր ասացի վրա ավելացնեմ, արդեն էլ ասելիք չի մնում, Այս թվերը հնչեցնում եմ հատկապես օտարերկրյա դեսպանների դիվանագիտական և հումանիտար կառույցների համար, որ հանկարծ չփորձեն և երբեք չներկայացնեն, որ Հայաստանում տեղական ինքնակառավարում կա։ Փաստորեն կա բյուջետային համակարգի մասին օրենք, որ այս ՔՊԱ-կան խուժանախումբը պարզապես ոտնահարում է և որևէ դեսպան, Միացյալ Նահանգների, Արևմտյան որևէ դեսպան, եթե փորձի խոսել տեղական ինքնակառավարման մասին, սա պարզապես խայտառակություն է։ Մենակ այս 2-3 թվերը, որ հնչեցրել է, ասում եմ, գաղափարապես բացարձակ այլ դաշտում։ Բայց այստեղ մի հատ իրավաբանական հարց, պարոն Պապիկյան, ոնց մի օրենք է, եթե ընդունված է բյուջետային համակարգի մասին օրենք, ըստ էության ավելի ոնց որ հիմնարար բարձր, ոնց կարող է այդ տարվա, ասեմ, մենակ այդ տարվա հետ կապված բյուջեի օրենքում գրեն, որ այս կետը չի գործում։ Իրավաբանորեն սա ինչ է, ոնց կգնահատեք։ Գիտեք, անկեղծորեն ասեմ, ես ձեր վկայակոչած օրենքը ինքս չեմ ուսումնասիրել, բայց իրավիճակի առումով չեմ զարմանում, որ իրավիճակն այդպիսին է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այս իշխանության օրոք համայնքային կառավարումը նոր փոփոխություն, էականորեն փոփոխության ենթարկվեց։ Հայաստանի Հանրապետության առանձին գործող բոլոր համայնքները այս իշխանության օրոք որպես կանոն դարձան խոշորացված համայնքներ։ Բազմաթիվ տասնյակ համայնքներ միավորվում էին մեկ համայնքով, վարչական տարածքները միավորվում են եւ խոշորացված համայնքներ էին դառնում։ Այս իշխանության կողմից այդ ինստիտուցիոնալ մոտեցումը, այսպես ասեմ, կապիտալի, իշխանության եւ հնարավորությունների նոր վերաբաշխման հնարավորություն էր։ Եթե հետհայացք նայենք վերջին 6-7 տարիների ընթացքում այնինչ արվեց Երևան քաղաքում, Գյումրիում եւ Վանաձորում, առավել խոշոր համայնքներում, ապա մենք կտեսնենք, որ բյուջեի հատկացումների եւ տեղական համայնքային բյուջեների հավաքագրված գումարների հսկողությունը այդ բոլոր համայնքներում կենտրոնացվում էր կոնկրետ հենց այդ ռեսուրսները իրենց ձեռքում։ Օրինակ Վանաձորը մի քանի տարի է մեծ հաշվով ավականու կողմից ընտրված կամ ընտրված քաղաքապետ չունի։ Գյումրին տարիներ շարունակ այդ նույն իրավիճակում էր։ Երևանում իշխանությունը շատ արագ հաջողվեց զավթել եւ վերջի ավականու ընտրությունների միջոցով Արամ Զավենի Սարգսյանի եւ Վարդան Ղուկասյանի փաստացի աջակցությամբ, ով հանրության հայտնի է դոկ, նրանց աջակցությամբ Երևանի իշխանությունը զավթեց 10% քվե ստացած ԿՊ-ն։ Բոլոր համայնքներում այդ բյուջեն մսխելու կամ օգտագործելու արժև որևէ օրենքի արժև կանգ չի առնում այս իշխանությունը։ Նրանք խնդրեմ չունեն շրջանցել օրենքը, կասեցնեն օրենքի ինչ որ դրույթ, որի մասին օրինակ դուք նշեցիք։ Ես հիշեցի, որ կոռուպցիոն գործերից մեկով բացահայտվել էր աննախադեպ շատ մեծ 23.5 միլիարդ դրամի չարաշահում, որով մինչ օրս ազատազրկված կամ դատապարտված մարդ չկա, եւ հաշվել է, որ այդ մեկ գործով չարաշահումը կազմում էր Գյումրի եւ Վանաձոր քաղաքների 4.5 տարվա համայնքային բյուջեներին։ Պատկերացնում եք մեկ կոռուպցիոն սխեմայով այդ անձինք, ովքեր այդ գործով անցնում են, դրանց մի մասը այսօր բարձր պաշտոններ է զբաղեցնում։ Այնպես որ եթե այս անձինք պատրաստ են մեկ գործով թույլ տալ տասնյակ միլիարդների մսխում կամ չարաշահում, Գյումրիի բյուջեի, այսպես ասեմ, վատնումը այս իշխանությունների համար որևէ նշանակություն չունի։ Եվ ակնկալում են, որ իրենց սարիկի միջոցով
այսուհետ եւս պետք է շարունակեն մսխել Գյումրիի բյուջեն, հաջորդ տարի կանցնեն Վանաձորին եւ այսպես շարունակ։ Որսա ու դրա արդյունքում այդ վարչապետ կոչեցյալի անձնական մենակ այդ իր վարչա խմբի այդ շրջապատի այդ ՇԿ խմբի համար փաստորեն 25 միլիարդ է տրվում, իսկ Գյումրիին բարիբուն իմաստով շպրտվում է 85 միլիարդից ընդամենը 3 միլիարդ, որպես բարիբուն իմաստով թուլայապայ, եւ այդտեղ որևէ մասնակցություն ունենալը հիմարություն կլներ ուղղակի։ Պարոն Պապիկյան, այս վերջի հայտարարությունը, որ եղավ Նուբարաշենի այս բանտի, այս ցմա բանտարկյալների հետ կապված, մենք գիտենք, որ ընդեղ են նաև սասնածռերը, մեր հերոսները, մի քիչ այդ իրավիճակը բացի այս հայտարարությունից ավելի կբացեք, ինչ է կատարվում, այսինչ են կենտրոնացել ցմա բանտարկյալների վրա, ինչ է ուզում այդ իշխանությունը, հատուկ այդ մարդկանց թիրախ են ընտրել, թե ընդանուր մեր մտահոգությունը գիտեք եւ ամեն վարքյան շփվում եք ինչ է կատարվում Նուբարաշենի բանտում։ Մի կողմից պետք է նշեմ, որ բարեբախտաբար մեր տղաների, մեր ապստամբ հերոսների խցեր ռեժիմը չէր մտել, երեք բարեբախտաբար հաջողվեց ինձ նաև Վարուժան Ավետիսյանի հետ զրուցեմ եւ համոզվեցինք սեր նաև իմ գործընկեր Տիգրան Հայրապետյանն էր այցելել։ Ամեն դեպքում այս առումով բարեբախտաբար մեր հերոսներին չեն դիպչել որևէ մեկը, բայց այդ նույն հարկում մենք գիտենք, որ ապստամբներին, սասնածռերին պահում են Նուբարաշենի բանտի 5-րդ հարկի այդ ցմա դատապարտյալների ամենաանտանելի պայմաններում գտնվող այդ հարկի այդ խցերում հիմնական թիրախը եղել էին ցմա դատապարտյալները, որոնց նկատմամբ այո կիրառվել էր բիրտ վայրենի ուժ։ Նրանց նկատմամբ կիրառել էին հատուկ միջոցներ։ Գիտեք, երեք Արտադրության նախարարը ուժ երեկոյան նաև լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ընթացիկ աշխատանք է եղել, դա եղել է պլանային աշխատանք, այսինքն իրենք քրեակատարական ծառայությունը կատարել է իր ամենօրյա աշխատանքը, կիրառել են համաչափույժ, ես ուղիղ տեքստով ասում եմ, որ սուտ է, չի համապատասխանում իրականությանը, նախ պետք է արձանագրենք մի քանի փաստ։ Ցմա դատապարտյալների խցերը եւ այդ հարկը գտնում է այնպիսի հսկողության տակ, որ այն խուզարկությունները կամ այն առարկաները, որոնք իբր թե ընտրում էին ցմա դատապարտյալների խցերում, դա որպես կանոն կատարում են կամ կալանավորների կամ այլ հարկերում, որովհետև ցմա դատապարտյալների պահման պայմաններն ու նրանց խցային պայմանները գտնվում են բառից ուղղակի իմաստով անմարդկային վիճակում, քարանձավային վիճակում։ Այդպիսին է նաև օրինակ մեր տղաների պահման պայմանները մինչև մեր ահազանգից հետո որոշակի վերանորոգման աշխատանքներ կատարեցին։ Հիմա փաստորեն այդ անձինք, ովքեր փաստացի զրկված են արտաքին աշխարհի հետ կապ ունենալուց, խոսքս ցմա զատազրկված անձանց մասին է, ցմա դատապարտյալների մասին է, ովքեր շատ սահմանափակ ժամանակով միայն զբոսնելու իրավունք ունեն, շատերը նույնիսկ տեսակցության իրավունքից չեն կարողանում օգտվել, նրանց խցերում իբր թե խուզարկություններ են փորձել կատարել արգելված իրեր հայտնաբերելու համար։ Այդ մարդկանց խցեր արգելված իրեր կարող էին մտցնել, եթե այդպիսի բան լիներ, եթե միայն քրեակատարական հիմնարկի այն աշխատողները, ովքեր այդ հարկ մուտք ունեն։ Եվ ամբողջ մեղքը հիմա բարդում են այդ անձանց վրա, ովքեր իբր թե այրել են ներքնակներ, խփել են դռներին եւ այլն, այս բացայց սուտ է։ Այդ մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու փորձեր են արել, որովհետեւ նրանցից ոմանք փորձել են իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով տարբեր բողոքի ձայն բարձրացնել։ Հիմա նրանց փորձում են ընդհանրապես լրացնել։ Նաեւ պիտի նշեմ, որ այս երևույթը զարմանալի չէ, տարօրինակ չէ եւ առաջի դեպք չէ։ Ես հիշում եմ նման իրավիճակներ անցած տարվա ընթացքում տեղի ունեցավ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում, Արմավիր քրեակատարողական հիմնարկում, Սևան քրեակատարողական հիմնարկում եւ ես ինքս տարբեր իրավապաշտպաններ այս խնդիրների մասին բարբերաբար բարձրաձայնել ենք։ Երեք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բարձրաձայնեց այս խնդրի մասին
Բայց շատ արագ բնականաբար արդարադատության նախարարությունը հերքեց եւ հույս ունեմ, որ այն անձինք, ովքեր ենթարկվել են բռնության եւ ում նկատմամբ կիրառվել է այդ ամենը, այդ անմարդկային վերաբերմունքը, հետամուտ կլինեն, բողոքներ կներկայացնեն։ Ես նրանց խնդրում եմ դիմեն հատկապես իրավապաշտպաններին, եթե կարող են նաև փաստաբանների, որպեսզի այդ խնդիրները հանրայնացվի, հրապարակայնացվի, որովհետեւ մեր քրեակատարական հիմնարկներում մարդկանց վերաբերում են ներողություն եմ խնդրում ամենայն հարգանքով բոլորից, դա գլխաքանակ է, որի համար բյուջեից գումարներ է դուրս գրվում, այդ գումարները որպես կանոն չի հասնում նպատակային իր տեղը, նրանց խնամքի համար, տարբեր պարագաների համար, սնունդի համար, մի խոսքով այս բոլոր միջոցները որպես կանոն չի հասնում իր նպատակին, սրանք եւս գնում է ինչ-որ մարդկանց գրպանները, այդ մարդիկ պատահական մարդիկ չեն, քրեակատարողական համակարգի աշխատողներն են, ընդհանուր մինչև նախարարության պաշտոնյաներ։ Ես չեմ վարանում այս բառերը ասելուց, որովհետև այն միջոցները, որը հատկացում է կալանավորված կամ դատապարտված անձին, նրանք չեն ստանում, բայց գումարները դուրս են գրվում։ Եվ այսօր բանդերը լեբլեց ունեն ազատազրկված կամ կալանավորված մարդկանցով։ Մի կարևոր բան էլ կուզենայի նշել, նախարարները որպես կանոն կամ տարբեր տրամաչափի տարբեր պաշտոնյաներ, մարդու իրավունքների պաշտպանը, վարչապետի տիկինը որպես կանոն այցելում են Աբովյան ԿԿՀ, Արմավիր քրեակատարական հիմնարկ եւ 1-2 անգամ նաեւ Լուբարաշեն քրեակատարական հիմնարկ։ Հայաստանում կան բազմաթիվ այլ քրեակատարական հիմնարկներ եւս՝ Գորիս, Արթիկ, Վանաձոր, որևէ նախարար չի այցելում, որևէ պաշտոնյա չի գնում, ոչ ոք չգիտի թե ինչ իրավիճակ է, ինչպիսի նախնադարյան պայմաններ է տիրում Գորիս քրեակատարական հիմնարկում, ինչպիսի բռնություն կարող է տեղի ունենալ Վանաձոր ԿԿՀ-ում նույն դիմակավորված անձանց կողմից։ Գնում են, նկարվում, գեղեցիկ պատկերներ ցույց տալիս, այն դեպքում, երբ իրականում բանտերում որևէ բան չի տարբերում խորհրդային բանտային պայմաններից։ Երեկվա դեպքը ոչ առաջիններ, ցավոք ոչ էլ վերջիններ։ Կալանավորը կամ դատապարտյալը, հատկապես դատապարտյալը, ինքը մեր երկրում մենակ է, միայնակ է ամբողջ ռեժիմի դեմ, ամբողջ ուժային համակարգը կարող է նրան տարիներ շարունակ բռնության ենթարկել, խոշտանգման ենթարկել եւ ոչ ոք դրա մասին չիմանալ։ Սա ցավով եմ արձանագրում եւ երեկվա դեպքը այդ շարքից էր։ Պարզապես այս անգամ կարող եմ բարեբախտաբար նշել, որ այդ իրավիճակը մեր ապստամբներին որևէ կերպ չի առնչվել, թեև մենք գիտենք, որ ռեժիմը անհրաժեշտության դեպքում կարող է նաև բռնության ենթարկել Սասնա ծռեր ապստամբական խմբի անդամներին, նույնիսկ նրանք կարող են լկտիության չափն անցնել եւ նրանց բռնության ենթարկել օրինակ դատարանի շենքում։ Պարոն Պապիկյան, բայց ինչու հենց այդ ցմա դատապարտյալները, ինչով են, ինչ որ բան տեղ նկատում եք, թե ուղղակի ինչն է, որ հենց այդ կատեգորիայի ամենա ոնց որ sense կյանքի հետ բավականին բան ունեցող որ ճիշտ եք հարց տալիս, ես կարող եմ այս բան ենթադրել, որ նրանք հատկապես թիրախավորվել են այն պատճառով, որ վերջի շրջանում նրանցից ոմանք իր իրավունքների պաշտպանության առումով տարբեր բողոքներ են ներկայացնում։ Ենթադրում եմ, որ սա լրացնելու միտում ունի։ Ավելի ստույգ իհարկե իրենք կարող են ներկայացնել, բայց որոշ անձանց բողոքների վերաբերյալ նաև ինքս է տեղեկություններ ունեմ, պարզապես փորձում են լրացնել։ Օրինակ, իր իրավունքների պաշտպանության համար ընդվզող դատապարտյալ Գագիկ Եղիազարյանը, մեր ապստամբ Գագիկ Եղիազարյանը, քանի որ մի քանի բողոքներ էր գրել, ինքը արժանացավ նրան, որ պատժախոս տեղափոխեցին։ Այսինքն նրան ֆիզիկապես բռնության ենթարկելը շատ ծանր կարող էր նստել, թեև ես չեմ բացառում, որոշեցին նրան պատժել պատժախոս տեղափոխելու միջոցով։ Եթե դու պայմանականորեն հանդիսանում ես Նուբարաշենի կամ Արմավիր ԿԿՀ-ի կամ այլ ԿԿՀ-ի դատապարտյալ եւ դու փորձում ես քո իրավունքների պաշտպանությամբ զբաղվել, ապա դու պետք է պատրաստ լինես ներողեցուք այն կենցաղային բառի համար ծեծ ուտելու, խոշտանգվելու, անմարդկային պայմաններում մնալու։ Յուրաքանչյուր դատապարտյալ սրա մասին գիտի։ Սա նոր բան չէ։
ես ընդամենը 1-2 օրինակ վկայակոչեցի, որ օրինակ հենց մեր տղաների դեպքում, երբ հատկապես օրինակ անցած տարվա ընթացքում Էդվարդ Գրիգորյան, օրինակ, մի խոսքով բոլորը, եթե փորձում են իրենց իրավունքներով զբաղվել, ապա այնպիսի որոշումներ են կայացվում մեր տղաների դեպքում, որպես կանոն դրանք դինում են քրեակատարական հիմնարկի պետի անբարենպաստ որոշումներ։ Օրինակ Եղիազարյան Գագիկը դա նույն ձմռանը փետրվար ամիսներ կամ հունվար բավականին սաստիկ ցրտի պայմաններում երկարատև տեսակցություններ ընտանիքի անդամների հետ, ծնողներն էին, կինը, փոքրահասակ երեխան, կնոջ գրկին, տեսակցության համար նրանց տրամադրել էին մի սենյակ, որի պատուհանը ապակին ջարդված էր։ Այսինքն ձմռան, երբ գիշերը 0-ից ցածր է ջերմաստիճանը, այդ սենյակը տրամադրել էին, որ նրանք ընտանիքով այդ երկարատև տեսակցությունը անցկացնեն մի սենյակում, որի պատուհանը ջարդված էր։ Ամեն ինչի ընդունակ է եւ ցավով եմ նշում, որ չզարմացա երեկվա դեպքի մասին, բայց ափսոսում եմ, որ անազատության մեջ գտնվող մարդկանց նկատմամբ այդպես են վարվում։ Քրեակատարական հիմնարկներում Հայաստանի այս տարի աննախադեպ շակերտների մեջ է նշում։ Իրավիճակ է տեղի ունեցել։ Առաջի 2 ամսվա ընթացքում 6 մարդ է մահացել։ Հիմնականում անունը դնում են ինքնասպանություն, կախման միջոցով։ Երբևէ այդպիսի ռեկորդային, հակառեկորդային թիվ Հայաստանում չի եղել։ Իսկ 10 օրում մի հոգի մահանում է, ու ինքնասպան են լինում։ Այո, ինքնասպանություն կամ մահացել է եւ մահվան պատճառները քննում են։ Մեր կազմակերպությունում ինքս էլ մի 2-3 տարբեր գործերով մենք զբաղվում ենք մահվան դեպքերով, այդ գործերը քննվում են արդեն 5-րդ, 6-րդ տարին է եւ որևէ տեղաշարժ չկա։ Երբեք չէր եղել, օրինակ տարվա ընթացքում 2-3 դեպքի մասին հանրությունը իմանում է, բայց այս տարի արդեն հակառեկորդ են սահմանել այս ռեժիմի օրոք, քրեակատարական տարբեր հիմնարկներում 6 մարդ արդեն մահացել է տարբեր հիմքերով, հիմնականում ասում են ինքնասպանություն է գործել, կախվելու միջոցով կամ այլն։ Այնպես որ այդ համակարգում տիրում է սարսափելի անմարդկային վիճակ, այնտեղ մարդու իրավունքների մասին խոսելը պարզապես անհեթեթ է հնչում, դատապարտյալներից ճնշող մասը, գրեթե բոլորը չեն կարող օգտվել փաստաբանի ծառայություններից, չունեն փաստաբան, տոների ժամանակ կամ նոր ընտիր պաշտոնյաները տարվա մեջ 1-2 անգամ այցելում են այդ հիմնարկներ, վարչակազմի հետ գեղեցիկ լուսանկարներ հրապարակում, դրանով ավարտում են իրենց առաքելությունը այդ մարդկանց իրավունքների պաշտպանության գործով։ Սա ուղղակի վերաբերում է արդարադատության նախարարներին, բոլորին, ներառյալ այսօրվա մարդու իրավունքների պաշտպանին, ով միայն լուսանկարվելու համար է ՔԿՀ-ներ այցելում, եւ բոլորին, չկա որևէ պաշտոնյա, որ այդ մարդկանց իրավունքները կարող է երաշխավորել կամ պաշտպանել։ Եվ հնչեցնելը չափազանց կարևոր է եւ ես նախկինում sense նկատում էի, որ ձեզ մեկ-մեկ են չազատություն ռադիոկայանը հրավիրում էր հարցազրույցի եւ որպես ազատ խոսքի հարթակ այդ հնչեցնում էի։ Ես նոր հաղորդումից առաջ փորձեցի գտնել վերջինը, որ տեսա 17 թվին է եղել։ Այս հրավերին կարողա նեղացրել եք, որ ձեզ չի կանչում չազատություն ռադիոկայան։ Վերջի անգամ երբ եք եղել ազատություն ռադիոկայանի այդտեղում, պարոն Պապիկյան։ Անկեղծորեն չեմ հիշում, բայց առնվազն վերջի հավանաբար 5-6 տարի առնվազն որքան գիտեմ չեմ եղել։ Իմ կարծիքով պատճառը հետեւյալն է, որ ազատություն ռադիոկայանը հատկապես այսօրվա իշխանություններին մեր կողմից սուր քննադատությունների լույսի ներքո դարձան անցանկալի անձ, այսինքն եթե Փաշինյան Նիկոլի հասցեին թթու խոսք ենք ասում, ապա մեր արչև ազատություն ռադիոկայանի դռները փակ է։ Հիմա եթե ես այսօր ձեր եթերի ժամանակ նշեցի, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի տիրապետում իրավիճակին, դա նույնն է քննադատեցի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, ապա սև ցուցակում հայտնվեցի, բայց գիտեք, պետք է իրերին նայել անկեղծ եւ շիտակ։ Եթե մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանության մասին,
եթե մենք խոսում ենք խոշտանգման անթույլատրելիության մասին, ամենևին նշանակություն չունի, թե ով է վարչապետը կամ արտադրության նախարարը։ Դրանք անձինք են, ովքեր բարբերաբար կարող են փոփոխվել, լինել ժամանակավոր կամ մշտական, բայց մարդու իրավունքների պաշտպանությունը դրանից չի փոխում իր էությունը։ Ես ավելին ասեմ, եթե վաղը մեր վարչապետը կլինի օրինակ Վարուժան Ավետիսյանը, բայց կալանավայրերում կունենանք խնդիրներ, մենք դարձյալ պիտի բարձրաձայնենք, դրա մասին պիտի խոսենք։ Իհարկե, եւ դա չափանիշ չէ, որովհետեւ չի կարող մարդու իրավունքների պաշտպանությունը կամ դրա մասին խոսելը պատճառ լինել խոսքի ազատության սահմանափակման կամ, չգիտեմ, լրատվամիջոցի հրավիրման։ Ես ափսոսում եմ, որ ազատություն ռադիոկայանը դիրքավորվեց իշխանական, վերջի 1-2 ամսվա ընթացքում հակառակ տենդենսն եմ նկատում, կարծեք թե վարչապետի աշխատակազմի ղեկավարը սկսեց այդ process-ը, Արայիկ Հարությունյանը ինքը մի Facebook-յան գրառում կատարեց, որից սկսվեց արդեն ազատություն ռադիոկայանի թիրախավորումը, եւ կարծեք թե բոլորը հիշեցին, որ իշխանությունը սկսել է թիրախավորել ազատ խոսքին։ Եվ բնականաբար հարց առաջանում, երբ 6.5 տարի, գրեթե 7 տարի այդ լրատվամիջոցը այսպես պրոպագանդում էր, Pravda կամ Izvestia թերթերի օրինակով պրոպագանդում էր այդ իշխանության քաղաքականությունը կամ մոտեցումները։ Ինչպես եղավ, որ 1-2 ամսվա ընթացքում այդ իշխանությունը սկսեց թիրախավորել այդ լրատվամիջոցին եւ սկսեցին արդեն պաշտպանել այդ լրատվամիջոցին։ Այստեղ իսկապես լուրջ մտորելու առիթ ունի Ազատություն ռադիոկայանի ղեկավար անձնակազմը, որովհետև նրա շատ աշխատող լրագրողների մենք ճանաչում ենք անձնապես, գիտենք այդ մարդկանց պրոֆեսիոնալիզմը, բայց երևի խմբագրակազմը որոշել է, որ բևեռին հատկապես առավել հեռու պահել Ազատություն ռադիոկայանի խոսափողից, մենք չենք զարմանում, բևեռին շատ սահմանափակումներ ունի այսօրվա Հայաստանում, չափազանց շատ սահմանափակումներ, բայց բևեռը դրանից չի ընկրկում եւ շարունակում է իր հայանպաստ պայքարը։ Գիտեք չէ, հիմի բանը ասում են այս նախագահ Թրամփը, որ այս բան որոշեց փակել, որոշում կա եւ այլն, այդ ռադիոկայանը չափազանց ուրախ եմ, որ վերջապես ամերիկյան հարկատուների փողերը կոնկրետ հայկական ռադիո խմբագրության առումով չի գնա Կրեմլի եւ թրկա այդ Երևանի թրկաբարոսերիկայի շահերի պաշտպանությանը եւ այսպեսի նաեւ բան կա, որ ասում են հրայրը արդեն ես անվանական եմ ասում, լավ բան արեցիք, հստակեցրեցիք, որ այնտեղ կա պրոֆեսիոնալներ եւ կա հրայր։ Եվ հրայրին ասում են ոնց որ Սպուտնիկում բանը գործի տեղ է ման գալիս ռուսական։ Այսպիսի մի բան, պարոն Պապիկյան, քանի որ խոսքը եկավ, ես աչքիս 3 երանգեր ճիշտ ասած, Սրբուի Գալյանի մասին ասեցիք եւ այդ անմարդկային պայմանների մասին ասեցիք։ Ես քանի որ ամերիկյան արժեքների ազատության, այսպես բանով Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջատար այսպես երկիր է, անկախ նրանից ով է դեսպանը, ես հիմի ձեր թույլտվությամբ այս մեր ուղիղ եթերի լինկը ուղարկում եմ տիկին դեսպանին Միացյալ Նահանգների հետեւյալ պատճառով։ Ուրեմն 3 դեսպանատունը այսպիսի հայտարարություն է արել, post է դրել, որ ասում է դեսպան Քվինը, կարդում եմ, հանդիպեց արտադրության նախարար Սրբուի Գալյանին, քննարկելու հայ-ամերիկյան իրավական համագործակցության հետագա խորացումն ու նախարարի առաջիկա այցը մայրաքաղաք Վաշինգտոն։ Ես հիմի այս հղումը համարենք որպես մեր ոչ մեկ չի արտարացնում ոչ այդ ՑՄԱ դատապարտյալներին, ոչ մնացած բոլորին, յուրաքանչյուրը ըստ օրենքի սահմանված կարգի պետք է մենակ ազատազրկումը արդեն իսկ մարդու գերագույն այսպես ազատության իրավունքի սահմանափակումը։ Եվ այս մեր հաղորդման լինկը ես կուղարկեմ դեսպանին հենց հիմի, որպեսզի այս դիտեն որպես հաղորդում եւ այդ Սրբուի ինչ է անունը Գալյանի հետ արտադրության նորանշանակ նախարարու հետ քննարկեն, որ մարդու անմարդկային իրավունքներ գոյություն ունեն քրեակատարողական հիմնարկներով։
եւ էսի թող լինի մեր կողմից այսպես հնարավոր ջանքը հնչեցնելու այդ ամեն ինչի, որովհետեւ բազմաթիվ անգամներ ոչ միայն ազատության ռադիոկայանի, այլ նաև դեսպանի կողմից, ներկա դեսպանի կողմից շեշտադրված իշխանամետ եւ իրանք ինչ որ հատուկ իրավապաշտպաններ ունեն։ Ես այդ որ ասեմ Արա Պապյանին էլ եմ այս հարցը տվել, ինքն էլ չէր հիշում երբեք։ Այսինքն դուք լրիվ հակաամերիկյան, հակամարտու իրավունքների դիրքորոշումներից եք հանդես գալիս։ Չէ՞, ես այդ լինքը ուղարկեցի, գանք մեր հիմնական այսպես ցավին, խնդրին մեր հերոսներին, ոնց նշեցիք, երևի թե 21-րդ դարում հայ ժողովրդի լուսավոր կետին այդ ապստամբությանը, որը հայ ժողովրդին ազդակ էր ապրելու, շնչելու եւ ապստամբության այդ սրբազան իրավունքին, այն օրը պարոն Պապիկյան, ես այդ կամ մանրամասնությամբ չգիտեի, Բևերի խորհրդի անդամ Կարո Եղնուկյանի հետ կապված, որը նաեւ Միացյալ Նահանգների քաղաքացի է, փաստորեն այդ մարդը նուբարաշենում չի, բայց ունի լիքը սահմանափակումներ, չի կարող իր տուն գնալ Նյու Յորք, չի կարող էս անել, չի կարող բանկային հաշիվ ունենալ, ինչքանով որ տեղյակ եք եւ ինչքանով որ կարելի է հրապարակային այս մասին, ի՞նչ է նշանակում Միացյալ Նահանգների քաղաքացի, այս ինչա տանջանքներ, չի կարող բուժվել, չի կարող գնալ ինքը իր փողով գնա Կարո Եղնուկյանի հետ կապված այդ գործով, այսինքն ոչ թե անձի, այլ ամերիկյան քաղաքացուն, որին բռնաճնշումների է ենթարկում վարչախումբ կոչեցյալ այդ բանդան։ Ցավոք Կարո Եղնուկյանը փաստացի գտնվելով իր տանը, դա առերևույթ կրում է այն նույն պատիժը, ինչ բանտում գտնվող Սասնա ծռերն են։ Գիտեք, որ ապստամբական խմբի դատական վարույթը 3 մասի բաժանեցին, մեկ մասը արդեն դատավճիռներով գտնվում է կալանավայրերում, նրանք դատապարտվել են եւ եւս 2 խմբերը այս պահին շարունակվում են դատարանում նրանց վարույթները, որոնցից մեկով հենց Կարո Եղնուկյանն է անցնում։ Բազմաթիվ սահմանափակումներ նրա նկատմամբ դատարանը սահմանել է, այո, նա երկրի չի կարող բացակայել, դատարանը թույլտվություն չի տալիս։ Ամենասարսափելին նա է, որ Ռիցուկ Կարո Եղնուկյանի վերաբերյալ քննվող դատական վարույթը շուտով մայիսին կլրանա 9 տարին։ Ներողություն, 8 տարին։ 8 տարի Կարո Եղնուկյանը դատարանում դատվում է եւ դատավճիռ չունի։ Բայց նա պետք է սպասի, մինչև այդ դատավճիռը կլինի։ Թե երբ կլինի, ոչ ոք չի կարող ասել, նույնիսկ ինքը չգիտի։ Ինքը նաև մյուս անձինք այս 8 տարիների ընթացքում հնազանդաբար պետք է ենթարկվեն բոլոր կանոններին, իսկ եթե խոսքը վերաբերում է նրանց առողջության վերականգնմանը կամ պաշտպանմանը, ապա պետք է խնդրեն ռեժիմին թույլտվություն տալու։ Եթե ռեժիմը թույլ չտվեց, ապա ինքը իրավունք չունի բուժվելու։ Մենք գիտենք, օրինակ Վարուժան Ավետիսյանի դեպքը, նրան այն աստիճանի հասցրեցին, որ նա այժմ գտնվում է բանտում, եւ մենք ամեն անգամ հիշելով նրանց առողջական խնդիրների մասին միշտ անհանգստություն ենք ունենում։ Ապստամբական խմբի մի շարք անդամներ գտնվում են շատ վատ առողջական վիճակներում, ինչպես օրինակ Կարո Եղնուկյանն է, Արամը Հակոբյան Գյումրիից, ով ստիպված է, այսպես ասեմ, այդ դատավարություն կոչվող այդ ներկայացմանը կամ բեմականացմանը, որը սկսեց Սերժ Սարգսյանը եւ էստաֆետը ընդունեց Նիկոլ Փաշինյանը, Գյումրիից գալ հասնել դատարան, ընդ որում դա կարող է 1 տարի, 2 տարի ինքը գալ եւ դատերը տեղի չունենա։ Ուղղակի չկայանա։ Տարբեր պատճառներով այդ խմբերի դատավորները այնքան հաճախակի են փոխվել, այնքան հաճախակի, որ տարվա սեզոնները, եղանակները ավելի դանդաղ են փոխվում, քան դատավորները։ Յուրաքանչյուր դատավոր գալով գործը սկսում է քննել նորից։ Այս պայմաններում եւ Կարո Եղնուկյանը եւ մյուսները ուղղակի պարտավոր են սպասել։ Եվ մի կարևոր արձանագրում եմ ուզում կատարել։ 2018 թվականից մինչ օրս արդեն 7 տարին այս մայիսին կլրանա, որ այս ռեժիմը իշխում է Հայաստանի Հանրապետությունում։ Այս 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ամենահայտնի հանրային քաղաքական հասարակական գործիչները,
ովքեր եղել են հետապնդման տակ եւ հայտնվել են բանտում, դա միայն սասնածռերն են։ Որևէ այլ հայտնի հանրային հասարակական շարժում կամ գործիչ ինքը չի ազատազրկվել եւ հայտնվել բանտում։ Ընդ որում պետք է նշեմ, որ սա այս ամենը տեղի է ունեցել ամբողջ իշխանության գտնվելու ամբողջ ընթացքում, սկսած դատավճռի կայացումից մինչև այսօր այդ հետապնդումները առերևույթ կան այլ անձանց նկատմամբ բազմաթիվ քրեական հետապնդումներ, բազմաթիվ առաջին նախագահ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, падգամավորներ, նախարարներ բազմաթիվ, ինչ որ ժամանակ նրանց ազատությունը սահմանափակվել է կամ չի սահմանափակվել, տարբեր, բայց գրեթե բոլորը կամ չեն դատապարտվել, կամ անցել է վաղեմության ժամկետը, կամ փոխվել է իրավիճակը, մի խոսքով բացառությամբ սասնածռերի, ովքեր եղել են ոսկոր նախկին ռեժիմի կոկորդում, այդպիսին են նաև այսօրվա ռեժիմի կոկորդում, եւ Կարո Եղնուկյանը լինելով այդ անձանցից մեկը, ով փորձում է Հայաստանի ինքնիշխանության համար իր ձայնը բարձրացնել կամ ընդվզել, իսկ Կարո Եղնուկյանի մեղադրանքը սասնածռերի ապստամբական գործով Գինեսի ռեկորդներին արժանի զավեշտի շարքից է, այո, ինքը իր կնոջ հետ հեռախոսազրույց է ունեցել եւ եթե չեմ սխալվում Արմենակ Գյուլեղյանի հետ հեռախոսազրույց, այդ գաղտնալսումները կա, հրապարակվել է, այնտեղ հակաօրինական ոչինչ չկա, Կարո Եղնուկյանը մեղադրվում է դրա մեջ, ինքը նույնիսկ գնդիազատագրման գործողությանը չի էլ մասնակցել եւ նա արդեն իր առողջությունը քայքայում է նրա համար, որպեսզի կհայտնվի այն դատավորը, որ ինչ որ ժամանակ կորոշի Կարո Եղնուկյանը հանցանք գործել է թե ոչ։ Հասկանում եք, ավելի Գինեսի ռեկորդին արժանի պատմություն մտածել այլևս հնարավոր չէր։ Բայց ափսոսանքով նշում եմ, որ Եղնուկյանը եւ մյուսները ուղղակի ստիպված են համակերպել եւ հարմարվել, որովհետեւ ռեժիմը այդպես է ուզում։ Ռեժիմը տարիներ շարունակ, որը ծառայում էր միայն Կրեմլին, այսօր սկսել է ծառայել նաև զուգահեռաբար նաև Թուրքին, հենց թուրքական իշխանություններին, որովհետև այն հակահայկական քաղաքականությունը, որը վարում են այս մարդիկ, նույնիսկ մարդիկ ասելը սրանց համար շատ է, Կարո Եղնուկյանը ու իր նման մտածող մարդիկ ուղղակի տեղ չունեն, առնվազն ազատության մեջ տեղ չունեն։ Թվում է թե պետք է շնորհակալ լինենք, որ առայժմ մեր ապստամբների մյուս երկու խմբերին մոտ 20 մարդ բարեբախտաբար դեռ բանտ չեն տարել։ Հասկանալի է, սա հատկապես էս ձեր ասածը ինֆորմացիա, նորից ես ուզում եմ շեշտել Միացյալ Նահանգների դեսպանի ուշադրությունը հրավիրել այդ որ կազմակերպում եք, հարգելի տիկին դեսպան, ի նկատի ունեցեք, Միացյալ Նահանգների քաղաքացին խոշտանգվում է ձեր կողմից ժողովրդավար կոչվող ռեժիմի կողմից արդեն 9 տարի, եւ այդ ձեր այցերը, որ Վաշտիսիում կազմակերպելու եք, սա ի նկատի ունեցեք, սա ֆիքսվում եւ արձանագրվում է։ Լինկը հաղորդման, որպես եթե տեղյակ չեք, եթե հրայրը չի բարեհաճել Արայք Պապիկյանին, մյուսներին կանչել, եւ բոլոր այն բաներով եք առաջնորդվում, իրազեկներով, հանրային իրազեկներին գիտեք, որ մասին եմ խոսում, ճակերտավոր իրազեկների։ Այս բոլորը հաշվի առեք եւ բևեռը այն քաղաքական ուժն է, որի կառավարող օղակի խորհրդի երկու անդամներ, ըստ էության մեկը բանտի ներսում, մեկը ոչ մի տարբերություն չկա բանտից դուրս, նույն խոշտանգմանն են ենթարկվում, սա էլ է գիտություն են բոլոր մարդկանց, ովքեր համարձակվում են ճամարտակել, թե ով ով է, ով որ դիրքում է եւ ով ում մարդն է կամ ով որ ուժի հետ է։ Պարոն Վարուժան Ավետիսյանի մասին է ուզում խոսել, նախ առողջական մասով անդրադարձավ, բայց էլ սա նաև լսողներին եմ ուզում հնչեցնել, որ այս իրավիճակում, այս բոլոր դժվարությունների, այս զրկանքների պարագայում իր կամքը եւ միտքը այնքան փայլուն է, որ այս պահին հայ ժողովրդին, այս մեր համեմատաբար իբր ազատներից ինքը նվիրել է վերջի հոդվածների այդ հավաքածուն, որը խմբագրել էր, եւ այդ հայք նախագիծը բոլորին պետք է հորդորեմ այդ ծանոթանալ այդ գործին, այդ նախագծին, իրոք հայք նախագծին,
տոգորվել այդ գաղափարները, ուղղակի պարոն Վարուժան Ավետիսյանի նախ ողջույնները այդ կոնտակտը որ կունենաք փոխանցեք բոլորիս կողմից եւ իր այդ բանը ձեր մարդկային արդեն բանը էլի այդ իր կամքի բանը ոնց կգնահատեք ասենք իր այս պայմաններում մարդը հայ ժողովրդին ուղղություն ես առանց չափազանցնելու համեմատում եմ Հայկ Ասատելյանի, Գարեգին Ներժդեի այդ տարօրինական շարժմանը 30-ական թվերի, երբ որ նվաստացած ինչ-որ բանից ընկած հայ ժողովրդի ցեղասպանությունից հետո այդ տարօրինական շարժումը, ցեղակրոնական շարժումը որոշակի ազդակ տվեց զարթնելու, նայելու, առաջ գնալու։ Կարճ դրան կարադառնանք։ Դա շատ լավ, ես ենթադրում եմ Վարուժան Ավետիսյանի դուրը չի գա, բայց ես պետք է դրա մասին ձեր եթերից ասեմ։ Այն մտածողության, այն տրամաչափի աշխարհայացքը, որը ունի Վարուժան Ավետիսյանը, այդպիսի երկրորդ կամ երրորդ անձին դեռ ես չեմ հանդիպել։ Գտնվելով բանտային պայմաններում, դուք շատ ճիշտ նշեցիք, նրա գրքի հրատարակում եղավ մի փոքր այսպես գաղտնիք չէ, իհարկե ասեմ, նա հիմա նոր աշխատանքի վրա է աշխատում, նոր աշխատության, նոր գործի վրա, դարձյալ մեծածավալ։ Նա եզակի մտածող եւ աշխարհայացքի տեր մարդ է։ Եթե հայ ժողովուրդը այդպիսի 5-10 հայորդի ունենար, ովքեր մոտ կլինեին Հայաստանի կառավարմանը, ապա Հայաստանը կլիներ բացառիկ պետություն մոլորակի վրա։ Մենք այսօր ունենք այդպիսի եզակի մեծատառով մարդ, ում պահում ենք բանտում, ում միտքը բանտարկել ենք։ Վարուժան Ավետիսյանը հոգով, սրտով, մարմնով ինքը ազատ է։ Պարզապես գտնվում է բանտախցում, նրա միտքը ազատ է, նա ստեղծագործում է, նրա զրույցը, պարզապես զրույցը, դա արդեն միտք է, որը պետք է ընկալել, հասկանալ, կյանքի կոչել։ Այդպիսի անձինք բռնապետություններում վտանգ են եւ հասկանալ է ինչու ինքը գտնվում բանտում։ Ինքը բանտում է գտնվում ոչ թե ապստամբությունը կազմակերպելու, մասնակցելու, իրականացնելու, դերակատարում ունենալու, ես չգիտեմ ինչ անուն կդնենք դրան, ինքը բանտում է, որովհետեւ ինքը ունի մի միտք, որը վտանգ է, կենսական վտանգ է այս ռեժիմի համար։ Նրա 1 րոպեանոց ցանկացած ելույթ հանրային հեռուստատեսությամբ կամ որևէ այլ հեռուստաընկերությամբ կարող է դառնալ այս ռեժիմի վերջը։ Կարող է մարդկանց, տասնյակ հազարավոր մարդկանց ուղեղներում փոփոխություն կատարել։ 30 վայրկյանանոց ելույթը։ Եվ այսպիսի անձը չի կարող մնալ ազատության մեջ։ Հաստատապես պնդում եմ, որ Սերժիկ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չեն էլ մտածել, որ կարելի է Վարուժան Ավետիսյանին բան տանել նրա համար, որ ապստամբել է։ Նույնիսկ գուցե իրենց հոգու խորքում իրենք մտածում են, որ ճիշտ է արել, բայց քանի որ նա ունի այդ մեծ միտքը, որը կարող է Հայաստանը ազատագրել, այդ միտքը պետք է բանտարկել, հա, հեռու պահել մեծ մարդկանց լսելու հնարավորությունից։ Ցավոք սրտին հա բանտում է եւ մենք ունենք այդպիսի մեր Հայաստանում կա այդպիսի մի անձնավորություն, այդպիսի մարդ, մենք չկարողացանք նրան պահել ազատության մեջ, գոնե ֆիզիկապես տանը գտնվելու պայմաններում։ Բանտային պայմաններում, ինչպես նշեցի, նա աշխատում է, շարունակում է աշխատել, չի ընկրկել, չի հուսահատվել, իհարկե շատ բաներ այլ կերպ է հիմա դիտարկում, բնականաբար հասկանալի է, բայց նորից եմ կրկնում, իր հիմնական գաղափարը Հայաստանի Հանրապետությունը ազատ եւ ինքնիշխան տեսնելու առումով, դա բնականաբար նրա համար, նրա աշխատանքի ու գործունեության պայման է։ Գիտեք, մի հետաքրքիր դրվագ հիշեցի, Վարուժան Ավետիսյանի վարքագիծը գնահատվել էր քրեակատարողական հիմնարկում, բառացի գրվել էր հետեւյալը. Վարուժան Ավետիսյանի դրական վարքագիծը գնահատել բացասական։ Այո, բացասական։ Վարքագիծը գնահատել բացասական։ Այո, ես բառացի, դուք ճիշտ նկատեցիք, այո։ Երբ այդ փաստաթուղթը զննեցի, տեսա, որ նրա մեջ կար այսպիսի կետ, որպես բացասական դիտարկվել էր, որ Վարուժան Ավետիսյանը չի աշխատում։ Փաստաթուղթը ստորագրել էր 9 պաշտոնյա,
գնդապետ, փոխգնդապետ, տարբեր պաշտոնյաներ, քրեակատարական ծառայության տարբեր պաշտոնյաներ։ Հատկանշական է, որ այդ բոլոր անձանց, այդ բոլոր սպաների պատկերացմամբ աշխատելը դա ֆիզիկական աշխատանք կատարելն էր։ Բեռներ տեղափոխել, շինարարության մեջ մասնակցել, չգիտեմ, ինչ որ աշխատանք։ Նրանցից ոչ ոք չի պատկերացել, որ աշխատելը դա նաև մտավոր աշխատանք է։ Նրանք չեն հասկացել, որ այո, որ օրինակ Վարուժան Ավետիսյանի դեպքում պարտադիր չէր, որ Վարուժան Ավետիսյանը բահը ձեռքին կատարեր շինարարական աշխատանքներ կամ բեռներ տեղափոխեր։ Բայց երբ ինքը քրեակատարական հիմնարկի այն եզակի դատապարտյալներից է, ով շաբաթվա մեջ թույլտվություն է ստացել երկու անգամ երկուական ժամով, եթե չեմ սխալվում, օգտվել համակարգչից եւ աշխատանքներ կատարել, հոդվածներ գրել կամ աշխատություններ, այս աշխատանքը նրանք չէին ընկալել որպես աշխատանք։ Հասկանում եք, եւ այս հիմքով ցածր բալեր էր ինքը ստացել, հա, այդ պայմանները փոխելու հետ կապված հանգամանքը։ Սա ինչու նշեցի, նույնիսկ բանտում գտնվող Վարուժան Ավետիսյանի որակները հասկանալու համար բարձրաստիճան սպաները չեն կարողանում հասկանալ, ինչպես պիտի այդ մարդուն գնահատեն։ Դե պատկերացրեք, այդպիսի մարդը գտնվեր ազատության մեջ։ Ես ուղղակի ափսոսում եմ, որ դեռ նա գտնվում է բանտում եւ ուզում եմ նաև անձնապես ասել։ Կառավարության շենքի առջև այսօրվա բռնապետիկին Վարուժան Ավետիսյանը շատ դիպուկ բնորոշում տվեց։ Ոչնչություն։ Այո, եւ այդ ոչնչությունը շատ փոքր է իր անձնական էգոն մի կողմ դնելու, ինքը պարզապես նաև այս միջոցով վրեժխնդիր է լինում Վարուժան Ավետիսյանից։ Այո, ոչնչությունը վրեժխնդիր է։ Եվ Վարուժանից, եւ մեր մյուս հերոսներից, Մխիթար Ավետիսյանը, Արեգը, Սեթրակը, Էդվարդը, Սմբատը, Բարսեղյան, բոլորը ում մասին մենք այժմ գտնում ենք։ Այո։ Ես նշեմ նաև, ես նշեցի Վարուժան Ավետիսյանի մասին, հավատացեք, նույնը կարող եմ ասել Մխիթար Ավետիսյանի մասին եւ մեր մյուս տղաների մասին, իրենց վարքագծի առումով նկատի ունեմ։ Ինչպիսին որ կային սկզբունքային, ինչպիսին մոտեցումներ ու աշխարհայացք ունեին, ինչպիսին մենք նրանք ճանաչում էինք, այսպես ասեմ, դրսում, այդպիսին նրանք կան նաև այնտեղ։ Նրանց մոտեցումներում կամ աշխարհայացքում ոչինչ չի փոխվել։ Նրանք նույնիսկ այնտեղ իրավունքի համար պայքար տանելով ապստամբում են ամեն օր։ Այդ տղաները բարիս ուղղակի իմաստով գլխացավ են դարձել քրեակատարական հիմնարկի համար, որովհետև օրենքի եւ իրավունքի յուրաքանչյուր տառի համար յուրաքանչյուր օր բանտում ապստամբում են եւ իրենց վարքագծով փորձում են այդ ապստամբությունը լավ իմաստով իրավունքի եւ օրենքի գերակայություն հաստատելու առումով հաստատել հենց այնտեղ։ Այս գլխացավից ազատելու մեկ տարբերակ ունեն մեր տղաներին ժամ առաջ ազատել բանտից, բայց հասկանում եմ, որ Նիկոլը նման քայլի չի գնալ, որովհետև ինքը ոչնչություն է։ Ոչնչությանը չպետք է սպասենք, դա մեր բոլորի պարտքն է, մեր բոլորի խայտառակությունն է, որ այսօր գտնվում են տղաները, Պայծառը, Վարուժանը, մյուսները, բոլորը, նույնիսկ այն տղան սասնաձեռերը, ովքեր ինչ որ մտկային, գաղափարական ինչ որ բաների մեջ են, հասկանալի է տարիների, այսպես ռեժիմի աշխատանքը եւ այլն, բոլորը անխտիր հերոսներ են։ Եվ ես հիշում եմ Վարուժանի կողմից ասվածը, մի անգամ ինքը ասեց մենք հələ հարցազրույցներից մեկին, ընդ որում Վարուժանին եւ բոլորին կալանավորեցին մայիսի 28-ի առավոտյան, այսինքն Հայաստանի անկախության օրը, Հայաստանի անկախությունն են խորհրդանշում տղաները։ Ես հիշում եմ, որ Վարուժանը իր այդ պայծառ մտքի մեջ մի շատ հետաքրքիր բան ասեց մենք արեցինք 30 քանի հոգով, հաց բերող այդ նույն գործողությունը արեց մենակով, ու ռեժիմի ամբողջ այս շատ դիպուկ բան էր, այսինքն շատերը մտածում են լավ մարտահրավերական այդ երանգով, այստեղ երևում է Վարուժանի մտքի այդ պայծառությունը, որ ինքը փաստորեն ոնց որ ասել մենք հեչ մենակով արեց ավելին, քան 30 քանի հոգով հանկարծակիով,
այս բանի մեջ այդ Վարուժանի եւ բոլորի նորից այս հայտ նախագիծը կհորդորեմ եւ ձեռք բերել եւ կարտալ ես եւ չգիտեի ճիշտ ասած որ շաբաթը 2 անգամ 2 ժամով, այսինքն մարդը գեր այսպես սահմանափակումների մեջ ուղղակի չգիտեմ ինչ երագործում էլ բառը, իսկ ոչնչություններին էլի մեր խայտարակությունն է, մեր ամոթն է եւ այն բոլոր խեղկատակները կամ չիմացողները, ովքեր որ տերորիստ բառն են կպցնում, այդ բոլորին ուղղակի պետք է հորդորեմ նախքան Վարուժանին կարտալը ծանոթանալ Բաստիլի գրավմանը, որ Բաստիլի ինչի որտեղ շատերի մոտ այդ մասին ձեր կարծիքն էլ է հետաքրքիր։ Ինչու տղաները գնացին Բաստի այդ ՊՊՑ կոչվածը կամ հայկական Բաստիլը, ես ասեմ ովքեր տեղյակ չեն, որ ֆրանսիացի այդ քաղաքակիրթ ժողովուրդը, ովքեր որ համարձակվում են կամ լեզուները պտտվում է Վարուժանին եւ Սասնա ծռերին կոչել տերորիստներ, Բաստիլում փաստորեն այդ դեշտը ունեցել է ընդամենը 7 կալանավոր, ինչքան հիշում եմ, որից 4-ը եղել են գողավազակներ եւ 2-ը հոգեկան հիվանդներ, այդպես մի բան կա։ Բաստիլը գրավել է ոչ թե նրա պատճառով, որ այդտեղ ինչ-որ լուրջ քաղաքական բան, բայց ֆրանսիական ժողովուրդը դա ազատագրել է, այդ գրավումը տեղի ունեցել, ֆրանսիացին արել է դա եւ դա դարձել է ազգային տոն, այդ նույն դրոշը, որ այսօր Ֆրանսիան հպարտանում է, մենք էլ ասում ենք մեր, չգիտեմ, աջակից Ֆրանսիա եւ այլն, այդ Բաստիլի գրավման արդյունքում է դա, այս ամբողջը այն բոլոր մարդկանց, ովքեր որ ասում են տերորիստ, մարտասպան եւ այլն, ի գիտություն, որ աշխարհի հզորագույն քաղաքակրթություններից մեկի ժողովուրդը այդ Բաստիլի գրավման օրը ցցինը հանել այդ բոլոր պեստապաների գլուխները ամբողջ Փարիզով պտտվել է եւ դա դարձել է ազգային տոն։ Կգա այդ օրը, որ հայ ժողովուրդն էլ կանի իր հայկական Բաստիլի իրական հաղթանակը եւ նորից կրկնեմ, չկան վարչապետներ, Սիմոն Վրացյանից հետո մեր վարչապետը անձնական համոզմունքս է, որ լինելու է Վարուժան Ավետիսյանը։ Էսի որ ասեցի մի հատ sense հարցել մոտս առաջացավ, պարոն Պապիկյան, որտեղ ձեզանից ավելի լավ այդ պահը ոնց որ ոչ մեկ չգիտենա, այդ Սասնա ծռերի ապստամբության ժամանակ զոհված ոստիկաններից մեկի հայրը պնդում է, որ ռեժիմն է չէ սպանել իր հարազատին։ Այնտեղ այն մյուս զոհերի պարագան, որ մեկը մի ամիս հետո էր, չէ բանը, այս մասը ոնց է այդ հարազատների բանը, էլի շատ հետաքրքիր է, երբ որ զոհվածի հայրը ընդունում է, որ ռեժիմն է սպանել իր որդուն, այս մասով երկու բառով կներկայացնեք ոնց է։ Ես փորձեմ ներկայացնեմ, այո, Տեփանոսյանների մասն է խոսքը եւ ուզում եմ հիշեցնել, որ Տեփանոսյանները եւ դատարանում եւ դատարանից դուրս դրա մասին բարձրաձայն ասել են իրենց որդու հնարավոր ենթադրյալ սպանության կազմակերպիչների կամ պատվիրատուների մասին, նա բարձրաձայն ասել է բազմաթիվ անգամ։ Ես հիշեցի, որ 2018 թվականի ամռանը, երբ պետք էր Տեփանոսյանները մասնակից դառնային դատական process-ի ժամանակ, նիստի ժամանակ մեր շատ սիրելի Արայք Խանդոյանը եւ Վարուժան Ավետիսյանը տվեցին իրենց համաձայնությունը, որպեսզի ես չլինեմ իրենց փաստաբանը եւ ես լինեմ Տեփանոսյան Վահրամի հայրիկի Յուրայի փաստաբանը, այսինքն պաշտպանական կողմից մեղադրանքի կողմ լինելու եւ ես պատիվ եմ ունեցել նաեւ Տեփանոսյանների ընտանիքի հետ ինքս երկար ժամանակ պայքարեմ համատեղ իրենց հետ Յուրայի սպանության բացահայտման գործին։ Մենք ինքներս էլ որոշ միջոցներ ձեռնարկեցինք, որոշ փաստական տվյալներ հավաքեցինք, դրանք ներկայացրեցինք նաև դատարան Յուրայի սպանության դրվագի հետ կապված, որը ակնհայտորեն չէր կատարվել գնդի տարածքից եւ դա չէին արել Սասնա ծռերի տղաներից որևէ մեկը դա չէր կատարել։ Դա տեղի էր ունեցել դրսում եւ ինչպես պնդում էր Յուրայի հայրը առնվազն պատվիրատուի առնվազն դրամակարդակը կամ Վովա Գասպարյանի կամ գուցե ավելի բարձր տեղից էր հնչել այդ հրահանգը։ Ափսոսանքով պիտի նշեմ, որ դատարանը այս պահին որոշումը վճռ է կայացրել եւ այդ սպանության մեղքը բարթել է Սմբատ Բարսեղյանի վրա։ Մյուս երկու զոհված սպանված ոստիկանների մասով կարող եմ ասել, որ Վանոյանի դեպքում
գործով դա հաստատված է, դա եղել է փոխհրաձգության ժամանակ նրա մասին ցուցմունք կա նաև դատարանում հնչեցված, երբ նրան առաջարկվել է չկրակել, միտում չի եղել նրան սպանելու, բայց երբ ինքը իրեն ամրացած ատրճանակի ամբողջ փամփուշտատուփը դատարկել է եւ նաեւ վիրավորել, եթե չեմ սխալվում, 1 թե 2 անձի, փաստորեն հակադարձ կրակ է եղել, որից հետո ինքը ստացել է վիրավորում, իսկ հետո նաեւ մահացել է։ Իսկ մյուս դեպքով, Մկրտչյանի դեպքով դարձյալ շատ տարօրինակ պայմաններ է եղել, նա վիրավորում է ստացել, վիրավորումից հետո նա տևական ժամանակ ավելի քան 1 ամիս բուժման է եղել, բուժման ընթացքում առաջացել են բարդությունների հետևանքով նրան որոշվել է տեղափոխել այլ բժշկական կենտրոն, այլ կլինիկա, տեղափոխել են այդ կլինիկա, որտեղ նրան չեն ընդունել եւ առաջարկել են տեղափոխել մեկ այլ կլինիկա, ճանապարհին տեղափոխման ժամանակ նա մահացել է։ Նրա այդ ուղեկցումը կազմակերպել է ոստիկանությունը եւ մեզ շատ լավ հայտնի Օսիպյանն էր կազմակերպում նրա այդ տեղափոխման օպերացիան, առնվազն բժշկական թղթերից եւ իրավիճակից պարզ է դառնում, որ կամ նրան սխալ բուժօգնություն է ցուցաբերվել, կամ այնպիսի նրա ստացած վիրավորումը եւ գնդակի հայտնաբերումը մարմնի որովայնից մեղմ ասած կասկածելի էր։ Դատարանում հետազոտված փաստերից պարզ դարձավ, որ իբր թե 1 ամսվա ընթացքում նա գտնվել է կոմայի մեջ եւ շփումներ չի ունեցել, սակայն ես ինքս հիմա բարձրաձայն կարող եմ ասել, հանդիպել եմ եւ զրուցել եմ նրա բարեկամներից մի քանիսի հետ, ովքեր հիվանդանոցում նրա հետ տևական զրույցներ են ունեցել։ Իսկ գործի նյութերում նշված էր նաեւ կինը, դատարանը նշեց, որ ամուսինը եղել է անգիտակից վիճակում։ Փաստորեն նա ոչ միայն գիտակից է եղել, նրա մոտ այցելուներ են եղել, նա զրույցներ է ունեցել եւ նա պատմել է ինչ է տեղի ունեցել։ Այս ամենը թաքցվել է գործից, պարզապես թաքցվել է։ Ես կարող եմ առնվազն հիմա նշել, որ Մկրտչյանի եւ Ստեփանոսյանի ողբերգական մահվան կազմակերպիչը եղել է Սերժ Սարգսյանը եւ Վովա Գասպարյանը։ Թե ովքեր են իրականացրել, սա այլ խնդիր է, բայց որ նրանք կազմակերպել են, որպեսզի այս մեղքը բարթեն Սասնա ծռերի վրա։ Վանոյանի մահը եղել է փոխհրաձգության հետևանք։ Մենք համաձայն ենք, իհարկե տղաներն էլ դատարան նշեցին, որ պատրաստ են պատասխան կրել, պարզապես պետք է պատշաճ քննություն իրականացնել։ Ես նույնիսկ դատարանում հայտարարություն եմ կատարել, արդեն Արայիկ Խանդոյանը մահացել էր եւ նրա իրավահաջորդ Անուշ Խանդոյանի կնոջ թույլտվությամբ այդ հայտարարությունը կատարել եմ, երբ Արայիկը մեր առանձնազրույցներից մեկի ժամանակ Նուբարաշենի բանտում ասաց, եթե չգիտեն Վանոյանի մահվան պատճառը, թե Մկրտչյանի չեմ հիշում, որի դեպքում ասեց, եթե չգիտեն ում վրա պիտի այդ մեղքը բարթեն, ես կվերցնեմ ին վրա։ Պատկերացնում եք, այդպիսի միտք է արտահայտել, որովհետեւ դեռ այդ պահին որոշված չէր այդ մահվան կամ սպանության պատճառով ում մեղադրանք առաջադրեն, Արայիկը ասեց, ես կվերցնեմ ին վրա, որ ուրիշներին չմեղադրեն։ Որոշ ժամանակ անց այդ գործով, եթե չեմ սխալվում, Արմեն Բիլյանին մեղադրանք առաջադրեցին, եթե չեմ սխալվում։ Բայց Արայիկը նման հայտարարություն կատարել է, այսինքն ակնհայտ էր, որ իրենք սպանելու նպատակ չեն ունեցել։ Պարզապես այդպիսի միտում չի եղել։ Բայց ցավոք սրտի ունենք այն ինչ ունենք, իսկ հանրության այն մասը, ովքեր տեղյակ չեն հետևել դատավարությանը, չեն լսել կամ ընդհանրապես ոչինչ չգիտեն, պարզապես կարող են հնչեցնել տերորիստներ, այս միտքը հնչեցնել։ Գիտեք, սա շատ էժանագին հայտարարություն է եւ արդեն այսքան տարիների ընթացքում մենք շատ ենք լսել այս մասին։ Ես նույնիսկ հիշում եմ բրիտանական BBC լրատվամիջոցը ապստամբությունից օրեր անց Երևանի օգոստոսին արդեն Երևանի փողոցներում հանրային հարցում իրականացրեց, տասնյակ մարդկանց հարցազրույց վերցրեց BBC-ն, որևէ մեկը չնշեց, որ կատարողները տերորիստներ են, բոլորը նշում են ապստամբներ են։ Ես ուզում եմ հիշեցնեմ մեր եւ ձեր հեռուստադիտողներին, մեր հաղորդումը դիտողներին, որ այդ օրերին Խորենացի փողոցու հարթակի վրա գտնվում էին այսօրվա իշխանավորները, հարյուրավոր անձինք, ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ,
տարբեր նախարարներ, այսօրվա վարչապետը, բազմաթիվ անձինք հայտարարություններ էին կատարում, լուլուներն ու չգիտեմ ովքեր, որ այսօր ազգային ժողովում նստած մեր տղաների հասցեին մեղմ ասած վատ արտահայտություններ են կատարում։ Այդ անձինք ուղղակի այդ օրերին հնչեցնում էին, որ նրանք ապստամբներ են, հերոսներ են։ Իրենք կարող են հետ վերադառնալ այդ նույն անձինք։ Այդ օրերի իրենց Facebook-յան կամ այդ սոցիալական ցանցերում իրենց գրառումները կարդան։ Իրենք շապիկներ էին հագնում, որի վրա գրված էր ես Սասնա ծուռ եմ։ Բայց երբ եկան իշխանություն, արդեն ասում են Սասնա ծռերը մարդասպան են եւ տերորիստներ են։ Պայմանական եմ սա մասին խոսում։ Գիտեք, հատկանշական է, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Սերժ Սարգսյանի դատախազը տերորիստ բառը, ահաբեկիչ բառը չեն էլ օգտագործել։ Ավելին ասեմ, այն ժամանակ դատախազը նույնիսկ մի շարք հոդվածների դեպքով նշում էր, որ խրախուսական նորմեր կա եւ պատասխանատվությունից պիտի ազատվեն։ Սա էլ չարվեց։ Հետագայում դատախազ փոխեցին, վերեցին Արթուր Դավթյանին, ով իր ազգային ժողովում ընտրվելու օրը դեռևս քննության ընթացքի մեջ էր, դեռևս 2 ամիս էր դեպքից անցել, լրագրողների այդ հանդիպանը միջանցքում հայտարարեց հետևյալը, հարց տվեցին, ովքեր են ոստիկաններին սպանել, նա ասեց, իհարկե Սասնա ծռերը, նրա պատասխանն էր։ Մի քանի օր հետո բոլոր 3 ոստիկանների սպանությունով տղաները մեղադրանքներ ստացան։ Նոր դատախազ էր, Սերժիկ Սարգսյան նշանակե։ Եկավ Փաշինյան Նիկոլը եւ իր կողմից գեներալի կոչում ստացած Օսիպյանի թեթև ձեռքով տղաները բանտարկվեցին։ Այնքան པարզ է եղել այս ամենը, այնքան տեսանելի է այս ամենը։ Եվ ես չեմ զարմանում, որ նրանք ովքեր տեղյակ չեն այս իրավիճակից, այս զարգացումներից, նրանք պարզապես էժանագին շոուներ են անում, մեղադրելով, տերորիստ անվանելով եւ այլն։ Փաստերը շատ པարզ է։ Նրանք ովքեր պիտի իմանան, գիտեն եւ լավ էլ հասկանում են իրավիճակը, պարզապես երբ որ ունեն լսարան, հանրության մոտ չգիտեմ, մոլորություն ստեղծելու համար կատարում են իրենց էժանագին հայտարարությունները։ Իսկապես ոչնչությունը Վարուժանը ճիշտ է ասել, ոչնչությունը այս վարչապետ կոչեցավ խեղկատակն է, կամ ըստ իր այս նորելուկ տեր Իլհամ Ալիևի հարբեցող ծառացուն։ Հա, այդ մասով մի հատ հարց տա, պարոն Պապիկյան։ Տեսեք, իրան ուղղվել է, չէ՞ այդ խոսքը, հարբեցող ծառացու։ Բայց ինքը զբաղեցնում է Հայաստանում ինչ-որ մի պաշտոն։ Աբսուրդ է, բայց վարչապետ կոչ աթոռն է զավթել։ Հայաստանի քաղաքացին որևէ ձևով կարող է Իրանից բան պահանջել, որ որպես Հայաստանի վարչապետ դու պետք է արձագանքես կամ չգիտեմ չհանդիպես այդ անձի հետ Իլհամ Ալիև կոչեցավ, այսինքն Հայաստանի գլխավոր աթոռը զբաղեցնող ղեկավարի մարդուն մարդ պայմանական լավ ասեցիք, ես էլ միշտ խուսափում դրան մարդ համարելուց, վիրավորում է վերջի բանրով եւ ասում է հարբեցող ծառացու։ Հայաստանի քաղաքացին իրավական ինչ-որ ճանապարհ ունի իր արժանապատվությանը ի վերջո այդ մարդը ներկայացնում է Հայաստանի Հանրապետություն, չէ, ինքը ասում է Հայաստանը, հասարակ միջին վիճակագրական հայ մարդը իրավական ճանապարհ ունի պատիվ պահանջելու այդ հարբեցող ծառացուից եւ հարբեցող ծառացուին հարբեցող ծառացու ասողից։ Մեծ հաշվով գիտեք, գուցեև կա այդ հնարավորությունը, բայց խնդիրը հետեւյալի մեջ է։ Մենք պիտի հասկանանք, որ այդ խոսքերը ուղղված են ոչ թե ոչնչությանը, այլ դա ուղղված է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Դրա համար այո, մարդը անգործունակության մեջ է, մի օր հարբած է, մի օր խեղկատակ թվեր է հաշվում, ի վերջո Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ֆիզիկապես շարժվող մսագունդը իրավունք ունի գործողություններ չանել այդ բարակայում։ Գիտեք, Ալիև դատից դուրս հարց եմ տալիս ու հասկանում եմ, ես հետևյալն ասեմ, այդ բռնապետիկը Ալիևի մասին է խոսքը, ինքը շատ հաճախակի Հայաստանի Հանրապետության վերաբերյալ շատ նվաստացուցիչ ու վիրավորական մտքեր է հնչեցնում։ Նա գրեթե պարբերաբար այնպիսի պիտակներ է օգտագործում Հայաստանի ու հայ ազգի նկատմամբ, որոնք մեղմ ասած վիրավորական են։
Սրան իշխանությունը չի արձագանքում։ Նա պիտակավորում եւ վիրավորում է նաեւ ՀՀ վարչապետին։ Սրան եւս արձագանք չկա։ Գուցե ինչ որ քաղաքական ուժ երբեմն օրինակ ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարություններով փորձում է հակադարձել, բայց առանձին քաղաքական ուժ կամ ընդդիմադիր ուժերի արձագանքումը բավական չէ, դրան պիտի արձագանքի քաղաքական իշխանությունը։ Մենք հասկանում ենք, որ այս ոչնչությունը ինքը չի կարող ոչ միայն արձագանքել եւ իր պատիվն ու արժանապատվությունը պահել, որովհետեւ ինքը չունի պատիվ ու արժանապատվություն։ Ինքը չի արձագանքում անգամ Հայաստանի Հանրապետության ուղղված մեղադրանքներին։ Եվ ափսոսանքով պիտի նշեմ, մենք ստիպված ենք համակերպվել կամ չհամակերպվել, ընդվզել եւ ոչնչությանը հեռացնել եւ մեր արժանապատվությունը պահպանող ու պաշտպանող իշխանություն ունենալ, կամ պիտի համակերպվենք եւ սպասենք մինչեւ ինքնուրույն ինքը կհեռանա։ Ես 1-2 դրվագ էլ հավելեմ, դեռևս 20 թվականի դեկտեմբերին ինքս, հետո նաեւ շատ բազմաթիվ անձինք, իմ գործընկեր Հարություն Բաղդասարյանը, նաեւ գիտեմ այլ անձինք, դիմել ենք դատախազություն, ես դիմել եմ նաեւ դատարան, այս անձին քրեական պատասխանատվության ենթարկել, որովհետև ինքը իր լիազորությունները չարաշահում է, Հայաստանի Հանրապետությանը վնաս է պատճառում, բազմաթիվ հայցերով կամ բողոքներով։ Ձեզ ուղղակի տեղեկացնեմ, որ ոչ գլխավոր դատախազությունը, ոչ էլ Հայաստանության որևէ դատարան իմ կամ այլ փաստաբանի այսպիսի բողոքը չի բավարարել։ Բոլորը մերժվել են։ Այսինքն դատախազությունում գտնում են, որ նորմալ է, որ Նիկոլը կարող է Հայաստանի հողերը նվիրել Ալիևին, Նիկոլը կարող է ոչինչ չանել, զբաղվել դավաճանությամբ, պետական շահին հակառակ գործողություններ կատարել, որևէ փաստարկ, որը մենք ներկայացել ենք, կոնկրետ ես կամ իմ այլ գործընկերներ, դատարանները կամ դատախազություն ընթացք չի տվել։ Այսինքն կարող է քաղաքացին փորձի ինչ-որ բան անել, բայց ցավոք սրտի այսօրվա այդ կերակրատաշտակից օգտվող պաշտոնյաները առայժմ չեն ուզում այդ տիրույթում խնդիր ունենալ Նիկոլի հետ, որովհետև կարող են կերակրատաշտակից ուղղակի զրկվել։ Պարզո, պարոն Պապիկյան, մեր ժամանակը վաղուց սպառվել է, բայց չափազանց ինֆորմատիվ զրույց ստացվեց, շնորհակալություն այս բոլոր պարզաբանումների համար։ Գիտեմ, որ դրա կարիքը չունեք եւ չեք զգում, բայց նաեւ շնորհակալություն ձեզ, այս բոլոր տարիների ձեր անձնական նվիրման, ջանքերի, էլի եմ ասում, մենակ դուք գիտեք ինչ ջանք եք դրել այս ամեն ինչի մեջ, եւ ազատություն մեր հերոսներին 21-րդ դարում առանց չափազանցության հայ ժողովրդի լուսավոր կետ այդ ապստամբություններ եւ ձեզինց էլ եւ խնդրում եւ պահանջ, որ պատրաստվեք հայկական Նյուրնբերգին այդ բոլոր տերորիստներին, Սերժիկը եւ իր բանդան, այս ամբողջ դժվարությունները ստեղծողներին մենք պետք է հայկական Նյուրնբերգում համապատասխան վերաբերմունքի արժանացնենք եւ իրավաբանական առումով դուք լիքը բան ունեք անելու, շնորհակալություն եւ բոլորիս անունից, այս ունկնդիրների անունից ողջույններ Վարուժանին ու բոլոր սասնածռերին, բոլոր այս ապստամբությունը պետք է հասնի իր վերջակետին եւ վերջապես Հայաստանը ազատագրվի եւ Վարուժանն էլ դառնա մեր վարչապետը։ Սա նորից իմ համոզմունքը ուզում եմ հնչեցնել։ Այսքանը ձեր խոսքը ամփոփիչ ասեք եւ ես եւս շնորհակալություն եմ հայտնում ձեր թիմին, ձեր մեծածավալ հսկայական աշխատանքի համար։ Շնորհակալություն նաեւ, որ ինձ հնարավորություն տվեցիք այս զրույցը ունենալ եւ կիսվել ձեզ հետ։ Նաեւ մի փոքրիկ շեղում մեզ բոլորիս մաղթում եմ այսօր մեր մոտ 12:30-ին դատական նիստ ունենք անցած տարվա ապրիլի 24-ի դեպքով Տիգրան Դերմոյանին ամենայն հավանականությամբ այսօր նաև ունենալու ենք վճիռ, մեզ հաղթանակ եմ մաղթում այդ գործով, երբ բևեռը Ծիծեռնակաբերդի ու Ժամալերում ակցիա իրականացրեց անցած տարի, մենք մեղադրյալներ ունեցանք, Նիկոլի ընտանիքի հետ կապված հայտնի դեպքներ, մեզ բոլորիս այսօրվա դատական նիստով հաղթանակ եմ մաղթում եւ նաեւ եւս մեկ անգամ ձեզնից շնորհակալություն եմ հայտնում։ Մի քիչ ինձ վատ դերության մեջ դերեցիք, երբ չէ ձեզ առավոտ կանուխ բան արեցին, հաջողություն բոլորիս եւ հաղթանակ այդ սադրանքն էլ, որ այդ խեղկատակ սատանիստը կազմակերպեց, մեզ բոլորս նայել է հայտնվելու հայկական նստարանին եւ Դերմանին եւ բոլորին այս բոլոր ջանքերը ես միացնում եմ այդ հասկացած սասնածռերից
միացրած տղաների անցած տարվա այն բաժանմունքով Արթուրի եւ ընկերների արածը, ապրիլի 24-ի դեպքը մեր հայկական այսպես պաստիլի գրավումը հեռու չէ եւ հայկական Նյուրնբերգն է հեռու չէ։ Շնորհակալություն ձեզ դատականությանը ուժուկորով այսօր ավարտի բերելու մեր գործը։ Շնորհակալություն, լավ օր։ Շնորհակալություն, լավ լինի։